Camera Hub G3-ը պտտվող և թեքվող նոր սերնդի վերահսկման խելացի տեսախցիկ է 2K 1296p որակով, որը միաժամանակ ծառայում է որպես նոր սերնդի Zigbee Hub։ Ներդրված NPU պրոցեսորը ապահովում է առաջադեմ արհեստական բանականությամբ դեմքերի և ժեստերի ճանաչում։ Սարքը աջակցում է Apple HomeKit Secure Video, Google Assistant և Amazon Alexa հոսքային վիդեոներին։ Այն աջակցում է ավտոմատ պտտման (PT), նախապես պահպանված դիրքերի հնարավորություն։ Ունի տեսահսկման ուղիների պլանավորում։ Հիշողություն էլեկտրաէներգիայի անջատման դեպքում։ Ունի ներկառուցված ինֆրակարմիր մոդուլ հեռակառավարման վահանակներին փոխարինելու համար։ Ինչ է ներառված փաթեթում։ Camera Hub G3, որն իր հետ ներառում է նաև կատվի ականջներ հիշեցնող դիզայնի դետալ 1 հատ, օգտագործման ձեռնարկ 1 հատ, սնուցման լար 1 հատ, սնուցման ադապտեր 1 հատ։ Սարքը հնարավոր է տեղադրել 3 հիմնական եղանակներով՝ hard, կախովի, պատի, flat, ceiling mounting, wall mounting։ Փաթեթում ներառված կատվի ականջներ դիզայն դետալը հնարավոր է հանել։ Ինչպես տեղադրել։ Քայլ առաջին։ Մինչև սարքը միացնելը ձեռքով բարձրացրեք տեսախցիկի հատվածը SD քարտի բնիկը տեսանելի դարձնելու համար։ Տեղադրեք SD քարտը ճիշտ ուղղությամբ։ Միացրեք USB-C լարը միացնելու համար։ Սարքը կանցնի բեռնման փուլ։ Ցուցիչի լույսը կլինի դեղին։ Սարքը ինքնաշխատ կկատարի պտտման ստուգում։ Ինչպես ավելացնել սարքը ակառահոմ հավելվածում։ Բացեք ակառահոմ հավելվածը, ընտրեք Add Accessory, Camera Hub G3։ Սեղմեք և պահեք ֆունկցիոնալ կոճակը 10 վայրկյան, մինչև լսեք Ready to Connect։ Սեղմեք Next, հավելվածում ավտոմատ ստեղծելով QR կոդ։ Տեղադրեք QR կոդը տեսախցիկի առաջ 10-ից 15 cm հեռավորության վրա։ Լսեք, Wi-Fi-ը միացված է, խնդրում ենք սպասել ձայնային հաղորդագրությունը։ Միացման ավարտից հետո անվանակոչեք սարքը և սենյակը։ Այնուհետև հավելվածը կառաջարկի միացնել HomeKit-ին, սկանավորվելով տեսախցիկի ներքևի հատվածում առկա QR կոդը։ Երբ ամեն ինչ ավարտվի, ցուցիչի լույսը կդառնա կապույտ և կմնա միացված։ Ինֆրակարմիր սարքերի ավելացում։ Հավելվածում ընտրեք Infrared Remote Control, այնուհետև գումարման նշանը։ Ընտրեք սարքի տեսակը, օրինակ հեռուստացույց և հեռուստացույցի ապրանքանիշը։ Սեղմեք 3 ֆունկցիոնալ կոճակները, տեսնելու արձագանքում է արդյոք հեռուստացույցը։ Եթե բոլոր կոճակները ճիշտ արձագանքեցին, սարքը հաջողությամբ ավելացվել է։ Ժեստերի ճանաչման կարգավորում։ Բացեք Automation բաժինը, սեղմեք Add Automation։ If բաժնում ընտրեք Gesture Detected։ OK։ Then բաժնում ընտրեք ցանկալի գործողությունը, օրինակ Viewing Mode։ Պահպանեք և անվանակոչեք։ Արտահայտեք OK ժեստը տեսախցիկի առջև 3 մետր հեռավորության վրա։ Ցուցիչը կփայլի կանաչ, եթե ժեստը ճանաչվել է։ Human Tracking։ Բացեք տեսախցիկի էջը, Advanced, այնուհետև Human Tracking։ Մարդ հայտնաբերելու դեպքում տեսախցիկը կպտտվի և կհետևի նրան, պահելով կենտրոնում։
Նախապես պահպանված դիրքերի կարգավորում։ Տեսախցիկը տարեք ցանկալի դիրք, սեղմեք pre-defined, այնուհետև գումարման նշանը։ Անվանակոչեք տվյալ դիրքը և պահպանեք։ Ապագայում ընտրելով այս դիրքը տեսախցիկը ավտոմատ կպտտվի և կհայտնվի նշված դիրքում։ Կրուիզ կարգավորում, հսկման ուղի։ Քայլ առաջին, բացեք Advanced, այնուհետև Cruise, այնուհետև գումարման նշանը։ Տվեք անվանում, ընտրեք նախապես պահպանված դիրքերը, սահմանեք յուրաքանչյուր դիրքի տևողությունը և պահպանեք։ Տեսախցիկը կսկսի հերթականությամբ կրկնել նախապես սահմանված դիրքերը Cruise մոդում մինչև 5 ժամ։ Դեմքերի ավելացում և ճանաչում։ Քայլ առաջին։ Սեղմեք More Settings, Face Management, Add a Face։ Ներմուծեք անունը, ընտրեք կամ նկարեք մարդու լուսանկարը։ Սեղմեք Save։ Ցուցադրվելու է դեմքերի ցանկում։ Դեմքի հայտնաբերման դեպքում կարող եք ստեղծել ավտոմատացման պայմաններ։ Օրինակ, Ֆիլիպի դեմքը հայտնաբերելու դեպքում միացնել գաղտնիության ռեժիմը։ Pet Tracking, ինչպես հետևել կենդանիներին։ Սեղմեք Advanced, Dogs and Cats Tracking, միացրեք ֆունկցիան։ Կատու կամ շուն հայտնաբերելու դեպքում տեսախցիկը կպտտվի, պահպանելով կենդանիներին կադրի կենտրոնում։ Alexa, Google, Video Call։ Կամերա Hub G3 աջակցում է տեսազանգի ֆունկցիա Amazon և Google Home սարքերի հետ։ Այն թույլ է տալիս իրական ժամանակում կատարել տեսանկարահանում և երկկողմանի ձայնային հաղորդակցություն, ձայնային հրամանների միջոցով։